Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս եւ թող Աստծո լույսը մեզ առաջնորդի։ Թող Աստծո սուրբ հոգին մեզ առաջնորդի։ Ամեն պահ ուրախ ենք, թե տխուր ենք, հաղթանակած ենք մեզ կում, թե պարտված ենք մեզ կում, սթափ ենք, թե շփոթված ենք։ Աստվածաշունչը Հիսուսը մեզ զգուշացրել է ու ասել է, որ վերջին ժամանակներում պատերազմների լուրեր շատ կլսենք, բնական աղետներ կլինեն, ու մենք տեսնում ենք, թե ինչ խառնաշփոթ վիճակում է այս աշխարհը։ Եվ Հիսուսը ասեց, այդ ամենը կլսեք, բայց մի վախեցեք, որտև դա վերջի սկիզբն է։ Բայց մենք նաև մարդիկ ենք, ու Հայր Աստված ձևացնելու փոխարեն, թե մենք չենք թուլանում, թե մենք չենք տկարանում, երբ տեսնում ենք աշխարհի վիճակը, երբ լսում ենք սարսափելի սպանությունների մասին, երբ լսում ենք հարազատների, ընկերների, դժվարությունների, հոգսերի, հիվանդությունների մասին։ Լինում են պահեր մեր կյանքում, երբ մեր հոգին այնքան է ծանրաբեռնվում այդ հոգսերով, որ կարծես կապանք է դրվում մեր հոգու վրա, որ դժվարանում ենք աղոթել, որ դժվարանում ենք քեզ հետ խոսել, Տեր։ Բայց ես ուզում եմ խոստովանել, որ այսօր ես այդ վիճակում եմ, որտեղ ավելի լավ է խոստովանելը, քան ձևացնելը, որ ամեն պահ ես ուժեղ եմ, որովհետև իմ ուժը քեզանից է գալիս։ Ու եթե անգամ ես չեմ զգում այսօր քո ներկայությունը, չի նշանակում, որ դու ներկա չես։ Որտև եթե ես չեմ կարողանում այսօր աղոթել, չի նշանակում, որ Սուրբ Հոգին իմ հառաչանքները աղոթքի չի վերածել ու չի բարձրացրել քո առաջ։ Այն, որ ես այսօր չեմ կարողանում աղոթել ու քո առաջ գալ, չի նշանակում, որ դու ես երես թեքել։ Ու դրա համար, Տեր, ես փառք եմ տալիս քեզ, մեծարում եմ քո սուրբ անունը ու վստահում աշխարհի խառնաշփոթը քեզ, վստահում սիրելի մարդկանց բժշկությունը քեզ, վստահում հարազատներիս փրկության ընթացքը քեզ։ Սրանք բեռներ են, որ ես չեմ կարող տանել, դնում եմ ոտքերի տակ ու քեզ վստահում, հավատարիմ իմ Տեր։ Թող ընդունելի լինի այս աղոթքը ու խնդրում եմ յուրաքանչյուրի համար, ով իրեն այսօր ծանրաբեռնված, շփոթված, մոլորված է զգում, հոգու խաղաղությունը կորցրած, խաղաղությունդ վերականգնի մեր մեջ։ Տեր, քո լույսը թող ուղեցույց լինի։ Օգնիր մեզ ազատվել մեր միտքը ծանրաբեռնող, մեզ անհանգստացնող այս բեռներից, դրանք քո ուսերին դնելով, որովհետև քո ուսերը լայն են, որովհետև դու Աստվածն ես ամենակարող, որովհետև դու չես ուզում, որ այդ հոգսերը մեզ քեզանից հեռու պահեն։ Խնդրում եմ քո ողորմությունը եւ օգնությունը եւ խնդրում եմ նաեւ, որ օգնես, որ այսօրվա դասը ես կարողանամ պատրաստել ու կիսվել ու թող ամեն լսողի կյանքում սա աննկարագրելի օրհնություն լինի, ուղեցույց դեպի քեզ, փրկություն Աստված, ներում Աստված, սեր Աստված, որ դու ամեն մեկիս կյանք մտնես
Հիսուսի անունով։ Ամեն։ Եկեք անդրադառնանք Թոմաս Ուոտսոնի ապաշխարության վարդապետություն գրքին ու երեք ես նկատեցի, որ հերթականությունը մի քիչ խառնել էի, բայց կապ չունի։ Դա ոչ մի բարդություն չի առաջացնի մեզ համար։ Ես կխնդրեմ, որ դուք նախքին դասերը լսեք, որպեսզի օրհնվեք, ամեն ինչ հասկանալի լինի եւ թող Սուրբ Հոգին առաջնորդի ամեն մեկիս Աստծո հետ մեր հարաբերության մեջ եւ մեր ապաշխարության մեջ։ Երեք մենք խոսում էինք խոստովանության տարբեր մի վարքյան խոստովանության մասին, խոստովանությունը մեղքերի որպես ապաշխարության բաղադրիչ մաս։ Բայց մինչև այդ շարունակելը մենք բաց էինք թողել խոսելու մեղքի համար այդ վշտի, մեղքի համար այդ սքի մասին, որ կա դրա երկու մակարդակ, երկու տեսակ, հա։ Վշտի առաջինը այդ մակարդակը, կներեք, միտքս հավաքեմ։ Մեղքի հանդեպ վշտի առաջին մակարդակը դա բանական վիշտն է, բանական, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք գիտակցում ենք մեղքի խնդիրը եւ ընտրում ենք ամեն կարգի այլ տանջանք, միայն թե չընդունենք մեր մեղքը, չխոստովանենք, որ մեղավոր ենք ու որ մեղք ենք գործել։ Իսկ վշտի երկրորդ տեսակը, երկրորդ մակարդակը, դա զգացմունքային վիշտն է, որն արտահայտվում է բազմաթիվ արդյունքներով։ Աստծո յուրաքանչյուր զավակի մեջ գոյություն ունի առաջին տեսակը վշտի, բանական վիշտը։ Բայց երկրորդ տեսակի վիշտը արտահայտվում է սրտի ողբով ու արդյունքներով, եւ սա ոչ բոլորն են զգում, կամ ոչ բոլորն են նման վիշտ վերապրում։ Բայց հրաշալի բան է ու գովելի է տեսնել, որ զղջացող, ապաշխարող մեղավորը լաց է լինում։ Քրիստոսը փափկասիրտ, ջուրազգաց, զգայուն սրտերը գեղեցիկ սրտեր է համարում եւ լավ է ու բժշկարար է մեզ համար, որ մեղքը մեզ ստիպի լացել ու ողբալ։ Մենք սովորաբար լաց ենք լինում ինչ-որ լավ բանի կորստի համար, բայց պիտի հասկանանք, որ մեղքի պատճառով մենք կորցրել ենք Աստծուն եւ Աստծո բարեհաճությունը։ Դատավորներ գրքի 18-րդ գլխի 24 խոսքում տեսնում ենք, որ Միքիան լաց էր լինում կեղծ Աստծո, այսինքն կուռքերի կորստի համար։ Կարդանք. Իմ շինած աստվածները վերցրել եք գնացել, եւ ինձ էլ ինչ մնաց, եւ դեռ ինչու եք ինձ ասում, քեզ ինչ է եղել։ Ուրեմն մենք անշուշտ պետք է լաց լինենք մեր մեղքերի համար, որոնք խլել են ճշմարիտ ու միակ ու կենդանի Աստծուն մեզանից։ Եթե հեթանոսներն իրենց կուռքերի համար կարող են լաց լինել, ապա որքան մենք պիտի լաց լինենք կենդանի Աստծուն մեր կյանքերում չունենալու համար։ Ոմանք կարող են հարց տալ, թե արդյոք մեր ապաշխարությունն ու մեղքի համար վիշտը միշտ պետք է նույն կերպ արտահայտվի։ Թեև ապաշխարությունը պետք է միշտ կենդանի պահվի մեր հոգում, կան երկու հատուկ ժամանակներ, երբ մենք պետք է արտասովոր կերպով ապաշխարենք։ Առաջինը Տիրոջ ընթրիքի ժամանակ, այսինքն երբ ընդունում ենք հաղորդություն, հացն ու գինին եկեղեցում։ Ովքեր չգիտեն, հացը ներկայացնում է Հիսուսի մարմինը, որը կոտրվեց մահացավ մեզ համար, եւ գինին ներկայացնում է Հիսուսի արյունը, որը թափվեց մեր փրկության համար։
որովհետև ինչպես պասեքի զատիքի ընթրիքը դառը խոտաբույսերի հետ պետք էր ուտել, այնպես էլ մեր հոգևոր ընթրիքը, հաղորդությունը պետք է ուղեկցվի մեղքի համար մեր կոտրված սրտերի դառը վշտի հետ։ Եվ մեր վիշտը պետք է դուրս բխի մեր սրտերից։ Ապաշխարող կեցվածքը հաղորդության կեցվածք է։ Եվ ես նկատի չունեմ ֆիզիկական կեցվածքի մասին, չնայած ֆիզիկականն էլ անհրաժեշտ է, բայց խոսքը մեր սրտերի մասին է։ Այսինքն այն, որ մենք հասկանում ենք, որ ապաշխարող մարդը հաղորդակցվում է Աստծո հետ, միավորվում նրա հոգու հետ և գալիս նրա առաջ, կոտրված սրտով, հասկանալով իր մեղավոր լինելը և ապաշխարելով։ Իր մարմինը մեզ համար կոտրած, խոցած Քրիստոսի առաջ միայն կոտրված սրտով կարող են գալ։ Սիրտ, որ ընդունում է իր մեղավորությունը և Քրիստոսի զոհողությունը։ Որքան շատ դառնություն ճաշակենք մեղքի մեջ, այնքան ավելի շատ քաղցրություն կճաշակենք Քրիստոսի մեջ։ Երբ Հակոբը լաց եղավ ու ողբաց, նա Աստծուն գտավ։ Կարդանք Ծննդոց 32:30 խոսքը։ Հակոբն այդ տեղը կոչեց Փանուել, որովհետև ասաց նա. Աստծուն տեսա դեմ առ դեմ և ողջ մնացի։ Որպեսզի հաղորդության մեջ, հաղորդության ժամանակ Քրիստոսին գտնենք, ապա հաղորդության սեղանին պիտի մոտենանք վշտացած ու սրտի ու հոգու ողբով մեր մեղքերի համար, որտև մեր մեղքերի համար նախաճվեց։ Միայն այդպես կարող ենք հաղորդակցվել Քրիստոսի հետ։ Քրիստոսը խոնար ապաշխարողին կասի այն, ինչ ասաց Թովմասին։ Հովհաննես ավետարան 20:27 խոսք։ Բեր քո մատը այստեղ և տես իմ ձեռքերը, բեր քո ձեռքը և իմ կողի մեջ խրիր, մի երկմտիր, այլ հավատա։ Ու եթե մենք էլ չերկմտենք ու հավատանք ու գանք հաղորդության կոտրված սրտով մեր մեղքերի համար, վշտացած, որ ապստամբել ենք Աստծո դեմ, ապա մեզ էլ նա կասի. թող իմ արյունահոսող վերքերը բուժեն քեզ։ Երկրորդ ժամանակը, երբ մենք պետք է արտասովոր կերպով ապաշխարենք, դա մեր մահվան ժամին է։ Մահվան ժամանակը պետք է լինի լացի ժամանակ։ Մահվան ժամանակ գալիս է երկնքի համար մեր վերջին գործն անելու ժամանակը և մեր լավագույն արդյունքների գինին պետք է պահվի այդ ժամանակի համար։ Մահվան աչքերին նայելով մենք պետք է ապաշխարենք, որ այնքան շատ ենք մեղք գործել և այդքան քիչ ենք լացել ու ապաշխարել։ Մենք պիտի ողբանք, որ Աստծո մեղքի տոպրակը այնքան լցված է մնացել մեր մեղքերով, բայց Աստծո ձեռքերում եղած մեր արցունքների սրվակը այդքան դատարկ է։ Կարդանք Հոբ գրքի 14:17 խոսքը, որտեղ ասվում է. Իմ մեղքը ծրարի մեջ կնքված է։ Մենք մահվան մահճին պետք է ապաշխարենք, որ շուտ չենք ապաշխարել, որ մեր սրտերի ամրոցները այնքան ամուր փակված էին Աստծո դեմ, նախքան ապաշխարությունը դրանք քանդեր ու հողին կհավասարացներ։ Ինչի թվում ես սա ճիշտ կարդացի։ Մենք մահվան մահճին պետք է ապաշխարենք, որ ավելի շուտ չենք ապաշխարել, որ մեր սրտերի ամրոցները այնքան ամուր փակված էին Աստծո դեմ, նախքան ապաշխարությունը դրանք քանդեր ու հողին կհավասարացներ։ Մահվան աչքերին նայելով մենք պետք է ապաշխարենք, որ ավելի շատ չենք սիրել Քրիստոսին, որ ավելի շատ առաքինություն չենք սովորել Քրիստոսից և ավելի շատ փառք չենք բերել Քրիստոսին։
Մահվան անքողնում մենք պիտի վշտանանք ու սգանք, որ մեր կյանքում այդքան դատարկ էջեր կան, այդքան շատ բաց թողումներ ու բծեր կան, որ մեր պարտականություններն այնքան աղտոտված են եղել մեղքով, որ մեր հնազանդությունն այդքան անկատար է եղել, որ մենք այդքան թույլ ենք եղել Աստծո ճանապարհներում։ Երբ մարդու հոգին դուրս է գալիս մարմնից Աստծո մոտ վերադառնալու համար, օրհնություն կլինի, եթե այն ապաշխարության արցունքների ծովի վրա լողա դեպի երկինք։ Բայց քանի որ մեզանից ոչ մեկ չգիտի, երբ եւ ինչ ձևով կլինի մեր մահը, արդյոք մենք ժամանակ կունենանք այսպես ապաշխարելու։ Եկեք հաճախակի մտածենք մեր մահվան մասին, ոչ թե ամեն օր չարիք մտածելով, սպասելով, որ այսօր մեռնելու եմ, չէ, այլ մտածենք ապաշխարելու նպատակով, որ ապաշխարենք, որ չգցենք վերջին օրվան։ Հիմա անցնենք ապաշխարության երրորդ բաղադրիչ մասին, որի մասին երեք սխալմամբ ես արդեն խոսեցի, մեղքի խոստովանությունը, եւ լրացնենք այն մասերը, որ երեք չեն կարդացել։ Վիշտը այնքան բուռ կիրք է, որ պետք է դուրս բխի, դուրս ժայթքի, որտեւ եթե վիշտը մեր մեջ մնա, այն մեզ կկործանի։ Եվ վիշտը սուքը դուրս է ժայթքում սովորաբար աչքերի միջոցով, արցունքների տեսքով ու մեր լեզվի միջոցով խոստովանությամբ։ Նեեմիա 9-րդ գլխի 2 խոսքում կարդում ենք. «Եվ Իսրայելի սերունդը կանգնած խոստովանում էին իրենց մեղքերը և իրենց հայրերի անօրենությունները»։Ովսեա 5-րդ գլխի 15-ում էլ Աստված ասում է. «Պիտի գնամ, վերադառնամ իմ տեղը, մինչև որ խոստովանեն իրենց հանցանքը և իմ դեմքը փնտրեն»։ Սա կարելի է նմանացնել նրան, որ ասենք մայրը կամ հայրը զայրացած են երեխայի վրա, որ հեռանում են երեխայից, մենակ թողնում երեխային, մինչև որ երեխան ընդունի իր մեղքը և ներողություն խնդրի։ Գրիգոր Նազյանցենը խոստովանությունն անվանում է հիվանդ, խոցված հոգու դեղ։ Խոստովանությունը այն է, որ մենք ինքներս մեր դեմ մեղադրանք ենք ներկայացնում Աստծո առաջ։ Ինքներս մեր դեմ մեղադրանք ենք ներկայացնում Աստծո առաջ։ Այսինքն խոստովանությունը ինքնամեղադրական է։ Կարդանք Բ Թագավորաց 24 գլխի 17 խոսքը։ Դավիթն ասաց Գադին. «Ես մեղավոր եմ»։ Կամ մեկ այլ տեղ ասում է. «Ես մեծ նեղության մեջ եմ»։ Թող Տիրոջ ձեռքն ընկնենք, քանզի մեծ է նրա ողորմությունը, թող ես մարդու ձեռքը չընկնեմ։ Այսինքն Դավիթը ինքն իրեն մեղադրում է, ասում է. «Ես մեղավոր եմ»։ Ու տեսնում ենք, որ Դավիթը հասկանում է, որ ավելի լավ է Տիրոջ առաջ խոստովանել, քանզի Տերը ողորմած է, քան թե մարդու ձեռքը ընկնել։ Եթե ազնիվ լինենք, ինքներս մեզ հետ կտեսնենք, որ այսպես չէ մարդկային բախումների, կոնֆլիկտների, վեճերի մեջ, քանի որ ոչ մի մարդ պատրաստ չէ իրեն մեղադրել, իր մեղավորությունը ընդունել, պատասխանատվություն վերցնել իր վրա, այլ սպասում է, որ իրեն մեղադրեն։ Այնուամենայնիվ, երբ մենք գալիս ենք Աստծո առաջ, մենք պետք է մեղադրենք ինքներս մեզ։ Մենք պետք է խոստովանենք, որ կարծրացրել ենք մեր սրտերը ու խնդրենք Աստծուն փոխել մեր սիրտը, մեր սրտի վիճակը։ Եվ ճշմարտությունն այն է, որ այս ինքնամեղադրանքով ինքներս մեր դեմ անկեղծորեն մեղադրանք ներկայացնելով մենք կանխում ենք սատանայի մեղադրանքները մեր դեմ։ Մեր խոստովանություններում Աստծո առաջ մենք ինքներս մեզ մեղադրում ենք հպարտության համար, անհավատարմության համար,
մեր փառասիրության համար, մեր ցանկասիրության, ցանկամոլության համար եւ այլն, որպեսզի երբ սատանան, ով կոչվում է մեղադրողը, բանսարկուն, սկսի Աստծո առաջ մեզ մեղադրել այս հանցանքների մեջ, այդ ժամանակ Աստված սատանային կասի. նրանք արդեն մեղադրել են իրենց իմ առաջ, խոստովանել են իրենց մեղքերը, ուստի սատանա դու ուշացել ես ու քո մեղադրանքները չեն ընդունվում։ Խոնարհությամբ մեղքերը խոստովանողը ոչ միայն ինքն իրեն մեղադրում է Աստծո առաջ, այլ նա փաստորեն դատաստան է վարում ինքն իր դեմ և նաև դատավճիռ է կայացնում իր նկատմամբ։ Նա խոստովանում է, որ արժանի է Աստծո բարկությանը հանձնվելուն, որ Աստծո պատիժը իր դեմ արդար է։ Եվ լսենք, թե ինչ է ասում Պողոս առաքյալը 1 Կորինթացիներ 11-31 խոսքում. որովհետև եթե ինքներս մեզ քննեինք, չէինք դատապարտվի։ Կարող ենք հարց տալ ասելով, բայց միթե չար մարդիկ, ինչպես օրինակ Հուդա Իսկարիովտացին, ով մատնեց Հիսուսին, ու Սավուղ թագավորը նույնպես իրենց մեղքը խոստովանեցին։ Այո, նրանք խոստովանեցին, բայց նրանց խոստովանությունը ճշմարիտ խոստովանություն չէր։ Որպեսզի մեղքի խոստովանությունը լինի ազնիվ և ճշմարիտ, այս 8 որակումները պետք է բավարարվեն, և դրանցից ոմանց մասին ես արդեն 3 խոսեցի, բայց լրացնենք այն, ինչ որ չէինք ասել։ Խոստովանությունը պետք է լինի կամավոր։ Մեղքերի խոստովանությունը պետք է ազատ դուրս գա մեզանից, հոսի մեր մեջից, ինչպես ջուրը աղբյուրից։ Իսկ խոստովանությունը անիրավներից, չարերից կորզվում է, ինչպես խոշտանգված մարդու խոստովանությունը, կարծես խոստովանությունը նրանցից չարչարանքի գործիքներով են հանում, ինչպես ատամը քաշելուց։ Երբ Աստծո բարկության ու ցասումի կայծը մտնում է նրանց խղճի մեջ, կամ երբ նրանք վախենում են մահից, այն ժամանակ նրանք սկսում են խոստովանել։ Դա կամավոր խոստովանություն չէ։ Օրինակ Բաղամը, երբ նա տեսավ հրեշտակի մերկսուրը, նա ասաց. ես մեղք եմ գործել։ Բայց կասեր արդյոք ես մեղք եմ գործել, եթե հրեշտակի սուրը չտեսներ։ Կարդանք Թվեր 22:34 խոսքը։ Բաղամն ասաց Տիրոջ հրեշտակին. մեղք գործեցի, որովհետև չիմացա, որ դու էիր ճանապարհին իմ դեմ կանգնել։ Արդ եթե դա վատ է երևում քեզ, ես ետ կդառնամ։ Ուրեմն պարզ տեսնում ենք, որ եթե հրեշտակը չլիներ, Բաղամը շարունակելու էր իր ճանապարհը, իսկ նա գնում էր Իսրայելին անիծելու, հակառակ Աստծո հրամանին։ Ու ասում է, եթե դա վատ է երևում քեզ, ես ետ կդառնամ։ Իսկ եթե հանկարծ այդ հրեշտակն ասեր, չէ, այդքան էլ վատ չի երևում, ուրեմն շարունակելու էր գնալ ու անել այն, ինչ որ Աստծո հրամանին հակառակ էր։ Իսկ իսկական խոստովանությունը շուրթերից ազատորեն կաթում է, ինչպես մեղրը մեղրամոմից։ Կարդանք անառակ որդու խոսքերը, Ղուկաս ավետարանի 15:18 խոսքում։ Վեր կենամ, հորս մոտ գնամ, ու նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ, ինձ քո վարձկաններից մեկը արա։ Անառակ որդին ինքն իրեն մեղադրեց մեղքի մեջ, նախքան իր հայրը իրեն կմեղադրեր։ Այսպես պետք է լինի նաև մեզ համար, մեր երկնային Հորը առաջ։ Մենք ինքներս մեզ պիտի մեղադրենք և ընդունենք, որ ցանկացած դատաստան արդար կլինի մեր դեմ, որպեսզի ստանանք Աստծո ողորմությունը։ Երկրորդ, խոստովանությունը պետք է գա զղջման հետ միասին, պիտի զգանք այդ մեղքի ծանրությունը։ Մեր սիրտը պետք է խորապես վշտանա ու սգա այդ մեղքի համար։
Չփրկված մարդու խոստովանությունը նման է այն բանին, երբ ջուրը հոսում է խողովակի միջով, բայց այդ խողովակի վրա ոչ մի հետք ու ազդեցություն չի թողնում։ Նման մարդու խոստովանությունը բոլորովին չի ազդում նրա վրա, բայց իսկական խոստովանությունը մարդու մեջ սիրտը ջարդող, սիրտը փոխող հետևանք է թողնում։ Դավիթ թագավորի հոգին ծանրաբեռնված էր մեղքի խոստովանությամբ։ Սաղմոս 38:4 խոսքում կարդում ենք. որովհետև իմ անօրենությունները գլխիցս վեր բարձացան, մեծ ու ծանր բեռ են դարձել ինձ վրա։ Մի բան է մեղքը խոստովանելը և մեկ այլ բան մեղքը զգալը։ Ինչպես ասեցի, մնացած հատվածները խոստովանության մասին ես երեկ էի կարդացել։ Ու մինչև ավարտելը ուզում եմ Սաղմոս 38-ի մեծ մասը կարդալ, որպեսզի ավելի լավ հասկանանք ինչ է իրական ապաշխարությունը և ինչ չարիքներ է բերում մեղքը մեր կյանք։ Տառապող մարդու աղոթքը։ Ով Տեր, քո բարկությամբ մի հանդիմանիր ինձ և մի խրատիր ինձ քո զայրույթով, որովհետև քո նետերը խրվեցին իմ մեջ և քո ձեռքը ծանրացավ ինձ վրա։ Իմ մարմնում առողջություն չկա քո բարկության պատճառով, իմ ոսկորներում խաղաղություն չկա իմ մեղքի պատճառով, որովհետև իմ անօրենությունները գլխիցս վեր բարձացան, մեծ ու ծանր բեռ են դարձել ինձ վրա։ Խոցերս հոտում ու փտտում են իմ հիմարության պատճառով։ Ես կորացած ու խիստ ցած եմ ընկած և ամեն օր շրջում եմ սգավոր, որովհետև իմ երիկամները լիքն են բորբոքմամբ և առողջություն չկա իմ մարմնում։ Ես թուլացած եմ և սաստիկ փշրված, հոգոց եմ հանում իմ սրտի հառաչելուց։ Ով Տեր, քո առաջ է իմ ամբողջ փափագը և իմ հառաչանքը ծածուկ չի քեզանից։ Սիրտս դողում է, իմ զորությունը լքել է ինձ և իմ աչքի լույսն էլ ինձ մոտ չէ այլևս։ Որտև ես ապավինում եմ քեզ, Տեր, դու պիտի պատասխան տաս, ով Տեր իմ Աստված, որովհետև ես ասացի, թող չուրախանան ինձ վրա իմ թշնամիները, երբ իմ ոտքը սահի, իմ դեմ պարծենան, որտև ես պատրաստ եմ ընկնելու համար, և իմ ցավը միշտ իմ աչքի առաջ է, որտև ես միշտ պատմում եմ իմ անօրենությունը և տրտմում եմ իմ մեղքի համար, բայց իմ թշնամիները ողջ են և զորավոր, և շատ են ինձ զուր ատողները։ Բարու փոխարեն ինձ չար հատուցողները հակառակվում են ինձ, որ ես չարի փոխարեն հետևում եմ բարուն։ Մի լքիր ինձ, ով Տեր իմ Աստված, մի հեռացիր ինձանից, շուտ արա, որ ինձ օգնես, ով Տեր իմ փրկիչ։ Այս Սաղմոսում մենք պարզ տեսնում ենք Դավիթ թագավորի հոգու տառապանքը իր գործած մեղքի պատճառով։ Տեսնում ենք նաև, թե որքան ֆիզիկական խնդիրներ էր մեղքը առաջացրել իր համար, մարմնական հիվանդություններ։ Տեսնում ենք նրա հառաչանքը, տառապանքը և միևնույն ժամանակ նրա վստահությունը Աստծո ողորմության հանդեպ։ Ու չնայած դա նա խոստովանում է իր մեղքը Աստծո առաջ ու խնդրում, որ Աստված օգնի իրեն։ Այսպես պետք է լինի և մեզ համար։ Այսքանը Աստված օրհնի և առաջնորդի յուրաքանչյուրիս, Աստված ձեռք մեկնի և բոլորիս մեր ընկած տեղից բարձրացնի։ Հիշենք, Աստծո ձեռքերը մեզ տակից են բռնում, նա մեզ շրջապատում է։ Երբեք թույլ չի տա, որ ընկնենք առանց բարձրանալու հնարավորության։ Ամեն։